Բարև ձեզ, եթերում վերելք հաղորդաշարն է, այսօր ես հյուրընկալել եմ գրականագետ Նազելի Մարգարյանին, ֆրանսիական գիտությունների թեկնածու, դոցենտ։ Ողջույն Նազելի։ Բարև ձեզ։ Ասեմ, որ Նազելի Մարգարյանը ամենա 10 անգամ իմ տարբեր հաղորդաշարի հյուր է եղել եւ իր հետ բարած իմ հաղորդումները մեծ մասսայականություն են ունեցել այն մարդկանց շրջանակներում, ովքեր որ ունեն սեր իմանալ սեփական ժողովրդի պատմությունը։ Ուրեմն հարգելի Նազելի Մարգարյան, ես մի քանի հաղորդաշարեր վարել եմ եւ ներկայացրել եմ հետեւյալ կոնցեպցիան, որ եթե մենք ցանկանում ենք այս վիճակը հաղթահարել, ապա մենք պարտավոր ենք շատ լավ իմանալ մեր սեփական պատմությունը, որպեսզի կարողանանք ճանաչենք, թե որն է եղել մեր դերակատարությունը աշխարհում այն ժամանակներում, երբ որ մենք ունեցել ենք հզոր պետություն, որպեսզի կարողանանք նույն այդ պատմությունից դաս առնելով, ինչպես նաև դերակատարությունը վերհանելով, փորձենք տեր կանգնենք եւ մեր պատմությանը եւ այն դերին, որ ունեցել ենք պատմության մեջ։ Սա մի համակարգ է, որի ժողովուրդները այս ճանապարհով անցել են։ Մենք էլ հիմա փորձում ենք քննարկել եւ հյուրերի հետ միասին նաև իրենց տեսակետները լսել այս առումով։ Հիմա ես սկզբից կուզեի լսել քո կարծիքը որպես հայագետ, դու ինքդ այսպես ինքնորեն բավական ուսումնասիրություններ անում ես։ Քո գնահատականը մենք արդյոք երրորդ հանրապետության շրջանում մենք լրջորեն պատշաճ կերպով զբաղվում ենք հայագիտությամբ, թե մնում ենք խորհրդային շրջանի այդ սահմանափակումների մեջ եւ ըստ քեզ որ չափով է մեր հայ հանրությունը տեղյակի տնային պատմությանը։ Խնդրեմ քո մեկնաբանությունը այս հարցի վերաբերյալ։ Պետք է ասենք, որ այսօրվա հայագիտությունը բավականին հետաքրքիր վիճակում է, որովհետև նախ ունենք հիմքում ունենք ակադեմիականը, որը այսօր էլ բավականին դանդաղ, բայց նկատելի առաջընթաց է արձանագրում։ Ուրեմն դա կարևոր է մեզ համար, որովհետև անհիմք առանց, այսպես ասած, հիմնարար ինստիտուտների դժվար է որևէ արդյունքի հասնել։ Իսկ ինչ մնում է զուտ հայկական հայագիտությանը, ոչ, ասենք, սովետական ժառանգության, դա մեծ իսկապես շատ հզոր բազա էր, սովետական ժամանակաշրջանում ստեղծվածը, սակայն լինելով կոմունիստական կուսակցության ուրեմն ճնշման, ցենզուրայի տակ, ուրեմն միշտ չէ որ արտահայտել է պատմության կամ հայագիտության այն իրական ընթացքը, որը ունեցել ենք մենք։ Իրականում կուզեի, որ ցանկալի էր, որ ստեղծվի անկախ որևէ օտար ուժի առաջ խոնարհվող մի մարմին, որը հաշվի չնստի որևէ մի երկրի հետ հաշվետու չլինի եւ հաշվետու լինի զուտ իր ազգի, ցեղի եւ ինքնության արժեվ հաշվետու լինի, արդյոք ովքեր ենք մենք, պատմության ինչ հետագիծ ենք ունեցել եւ ինչ առաջընթաց կունենանք այլևս։ Այս առումով շատ Այդտեղ խորհրդային շրջանում հասկանալի էր, որ մենք որոշակի ազդեցության տակ էինք, ապա հիմա ի՞նչն է ստիպում, որ մեր հայագետներին չլինեն ինչն է խանգարում լինեն անկախ եւ հենց իրենց ազգի շահերից առաջնորդվելով ուսումնասիրությունները կատարեն։ Հիմա ով է մեզ խանգարում։ Ես չեմ կարծում, որ խորհրդային կարգերը փլվել են կամ այն կադրերը գնացել են եւ նոր սերունդ է եկել։ Եթե նույնիսկ եկել է, ինչ արագությամբ գալիս է նոր սերունդը, նույն արագությամբ հեռանում է երկրից։ Եվ այսօր էլ բոլոր մեր ինստիտուտներում ղեկավարում են նախկին սովետական միության սովետական կադրերը, եւ գիտական, եւ կուսակցական առումով։ Եվ նույն մտածողությամբ, նույն մեթոդներով են առաջնորդվում եւ ըստ այդմ էլ շատ բան չի փոխվել, սակայն կա մի շատ դրական երևույթ, որ անկախ հայագետները բավականին ինքնուրույնաբար, բավականին հզոր աշխատանքներ են անում։ Ես կարող եմ հիշել վերջերս Սարգիս Այվազյանի նվաճումը, ուր արտագիտության մեջ իսկապես
հզոր եւ նշանակալի ձեռքբերում էր ուրարտերենի քերականությունը, ուրարտագիտությունը մեզ մոտ իսկապես ասենք շնորհիվ այդ մի անկախ հայակետի նոր կյանք ստացավ։ Ինչ խոսք կարող եմ նաև հիշել Արմեն ինչյան էր որ ինչքան հոգնած եմ հիշելու։ Չէ, բանը շումերերենի։ Ես եմ մոռացել։ Դավթյանը, ներողություն, Արմեն Դավթյանի աշխատությունը, որը եւս մի ձեռքբերում էր, նշանակալի ձեռքբերում էր։ Հիմա բանա վերադառնալով, ասենք, շատ ցանկալի էր, որ նպատակային հստակեցվեր։ Սակայն մենք այսօր ունենք ուռճացված գիտական համակարգ, կրթական համակարգ, օրինակ գիտության ազգային կոմիտե, որոնք զբաղվում են գրանտներ ստանալով եւ տեղաբաշխելով։ Երիտասարդ գիտնականներ ունենք, որոնց որ իհարկե ցանկալի է, ես շատ ճիշտ ասած շատ խորը չգիտեմ ով ինչ նվաճումների է հասել, ուր է հասել, ինչ միայն գիտեմ որ շատ մեծ այսպես ասած արտախոսք կա եւ մարդկային ռեսուրսների առումով եւ նյութի առումով եւ չգիտեմ հիմա շատ վտանգավոր վիճակներում է բայց հայագիտության նկատմամբ այո հետաքրքրությունը աճում է որովհետեւ մարդկանց հետաքրքրում է իրենց ցանկումը, իրենց պատմությունը, իրենց ինքնության հարցերը, իսկ ինքնության հարցերին անդրադառնալու համար ես վերջերս մի շաբաթ առաջ ռուսական հեռուստատեսությամբ ցույց էին տալիս մի ֆիլմ 60-70-ական թվականներին նկարահանված ֆիլմ էր, փաստագրական ֆիլմ, վավերագրական ֆիլմ։ Ուրեմն որտեղ որ մեկնաբանը նկարագրում պատմում էր երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Հիտլերի ծրագրերի մասին, Օստպլանի մասին, նվաճումների մասին եւ անընդհատ խոսելով Հիտլերի նպատակների մասին, նա ասում էր, որ նրա համար ոչ միայն կարևոր էր գրավել Ռուսաստանը, այլև շատ կարևոր ստրատեգիական նշանակություն ուներ գրավել նաեւ Կովկասը։ Ինչու Կովկասը, ասում էր, որովհետեւ նրան շատ էր ձգում Էլբրուսը եւ առասարակ Կովկասը, Zemlya Gayev, հայերի կամ գայերի երկիրը։ Անընդհատ դիկտորը կրկնում էր Zemlya Gayev։ Ուրեմն հայերի նկատմամբ կամ այսինքն արիական նախահայրենիքի մասին փնտրտուքը գերմանական երբ արթնացան գերմանացիները որպես ազգ 19-րդ դարի կեսերին եւ սկսեցին միավորվել ինքնության այսպես ասած բանը իսկապես վերազարթոնք էր այդ ժամանակաշրջանը բոլոր ժողովուրդների համար պետք է հաշվի առնենք որ Իտալիան էր մինչև 19-րդ դարի կեսը մասնատված քաղաքպետություններ են կարելի ասել նույնը կարող ենք ասել նաեւ Գերմանիայի մասին Գերմանիան էլ այսինքն երբ ավստրո-հունգարական կայսրությունը քանդվեց ամեն մեկը սկսեց փնտրել իր արմատները եւ եթե հիշում եք հենց Բիսմարկը հրամանտվեց կամ Բիսմարկի ժամանակ նրանք սկսեցին դերևս փնտրել իրենց արմատները եւ որտեղ էին փնտրում իրենց արմատները փնտրում էին հայկական բարձրավանդակում ուրեմն Գերմանիա աշխատության մեջ Տակիտոսը պարբերաբար դա իսկապես հզոր աշխատություն է եւ շատ մեծ տեղեկություն կա այդ Գերմանիա պետության կազմավորման մասին հիմնավորապես նշում էր բոլոր այսպես ասած սկզբնաղբյուրները եւ ցեղերը, տարածքները, պատմությունները եւ ուղղորդվելով Տակիտոսի տված տեղեկություններով ուրեմն գերմանական այսպես ասած բանը ազգային գաղափարախոսությունը որդեգրեց մի ծրագիր ըստ որի նրանք պետք է իրենց արմատները փնտրեին այս մեր հայկական բարձրավանդակում, այս տարածաշրջանում, սակայն ես մի անգամ եմ ասել, այս գիտությունները եւ մարտաբանություն եւ պատմագիտություն եւ առասարակ հնագիտություն քաղաքականացվեցին, որովհետեւ այդ տարածքները արդեն գտնվում են Օսմանյան կայսրության տարածքում եւ քանի որ Գերմանիան եւ Թուրքիան դաշնակիցներ էին նրանք պետք է այսպես ասած համաձայնեցված գործեին եւ ոչ միայն արտակուստ այլև գաղափարապես ըստ այդմ էլ ուրեմն պատահական չէ որ մեծ բացահայտումները
տեղի ունեցան այդ ժամանակաշրջանում, դարասկզբից 14-15 թվերից հետո։ Եվ իհարկե խորացավ եւ այսօր էլ կարող ենք ասել, որ հնագիտության, պատմագրության, լեզվաբանության, այսպես ասած, խոշորագույն ուսումնասիրողները դարձան գերմանացիները։ Իհարկե կուզեի խոսել դրանցից մեկի մասին, Ֆելիքս ֆոն Լուշանի մասին, որը նաև խեթերենի, այսպես ասած, նա գրեց խեթի շեղայ, այսպես հետական կայսրություն աշխատությունը եւ առաջիններից մեկն էր, որը մարտաբանական ուսումնասիրություններ կատարեց ամբողջ փոքր Ասիայում եւ հայկական բարձրավանդակում։ Շատ հետաքրքիր, այսպես ասած, էջեր բացահայտվեցին մեզ համար, մինչև այսօր մենք, ճիշտ ասած, ունեցել ենք ռուսական թարգմանությունը, Հայաստանում կա 1-2-3 գիր, նրա թարգմանությունը 26 թվի հրատարակություն է դա, գերմաներենից, բայց հայերենը չունենք եւ բացի շատ նեղ մասնակիցներից նրանցով ոչ մեկ գրեթե չի հետաքրքրվել, չի զբաղվել։ Հիմա մենք ունենք ծրագիր, որ նախատեսում ենք դա մոտ ժամանակներս թարգմանել ամբողջովին հայերեն։ Ինչով է դա հետաքրքիր։ Ես մի քանի ասպեկտներով, ես հերթականությամբ կնշեմ, թե ինչով են դրանք հետաքրքիր։ Նախ մեր ինքնաճանաչողության համար շատ կարևոր է, թե ինչպիսին ենք մենք կամ ինչպիսին են հայերին տեսել 100 տարի առաջ, այն ժամանակ, երբ մենք թողու բոհի մեջ էինք, 14 թիվ երկրորդ համաշխարհային հայերի կոտորած, բռնագաղթ, տեղահանություն, ոչնչացում մասսայական եւ այդ ֆոնի վրա, ասենք, գերմանացի հնագետներ, լեզվաբանները զբաղված են այդ տարածքի մշակույթը ուսումնասիրելով, վերհանելով եւ իհարկե տեղաբաշխելով, օտարելով սեփական ազգից։ Շատ հետաքրքիր բան է կատարել։ Գլուխը կտրելուց հետո որոշում էին, թե այս գլուխները ինչ լեզվով են խոսել։ Այս շատ հետաքրքիր մոտեցում է։ Ուրեմն ֆոն Լուշանի եւ հենց ֆոն Լուշանը չի ասի, որ անկողմնակալ էր։ Ինչքան էլ որ ասենք երբեմն շատ վատ է արտահայտվել հայերի մասին, սակայն ուրեմն ինքը նույնիսկ չուզենալով շատ, այսպես ասած, տիպիկ քաղաքական բնորոշում է տվել հայերին, թե նրանք ովքեր էին։ Իր ժամանակի հայերին առհասարակ հայերին, իր ժամանակի, դե հիմա ներկայի ժամանակվա հայերը մի քիչ տարբեր են, բայց իր ժամանակի հայերին, նա հետաքրքիր բաներ էր ասում, նախ հայերի թվաքանակի մասին։ Նա գրում էր, որ այդ տարածաշրջանում հայերը եղել են մոտ 4, ասում էր, դե իհարկե ինքը գիտեր, շատ լավ տեղեկացված էր, որտեղ 16 թվականին նա վերջացրեց այդ իր ուսումնասիրությունները, նա ասում էր, որ այդ տարածաշրջանում ապրել է 4-5 միլիոն հայ, ասում է 9 միլիոնից մինչև 10 միլիոն հայ, ուրեմն սակայն նրանց մեծ մասը ապրում է այսօր դրսում, դեռևս 16 թվականին արդեն գաղութներ կային եւ Եվրոպայում եւ տարածաշրջանային բոլոր կենտրոնում ցեղասպանությունից հետո։ Ես ուզում եմ ցեղասպանագետների ուշադրությունը հրավիրել այս թվի վրա, որովհետեւ հիմա անընդհատ կրկնվում է 1.5 միլիոն, 1.5 միլիոն։ Իրականում նա ունի ոչ միայն հայերի տվյալները, թվական քանակը, փոքր Ասիայում եւ ամբողջ հայկական բարձրավանդակում, այլև տարածաշրջանի բոլոր ժողովուրդների թվականակը, մարտաբանական տիպը, սովորույթները, շատ խորը, շատ հիմնավոր ուսումնասիրություն է սա։ Ուրեմն կուզեի իմանալ, որ Լուշանը կարծում էր, որ 4-ից 5 միլիոն մինչև 9-ից 10 միլիոն այդ ամբողջ տարածաշրջանում հայ է ապրում։ Իզմիրից, այսինքն ամբողջ փոքր Ասիայի ափերից մինչև Կովկաս, այսինքն մինչև նրա կարծիքով, այսինքն այսօրվա Ադրբեջանի կոչվող երկրի տերիտորիայում ապրող հայերի միասին 9-10 միլիոն հայություն։
բանը, նույնիսկ Կովկասի հայության մասին է խոսում էր նաև նրանց մարտաբանական տիպի մասին, իհարկե պետք է խոսեր մարտաբաներ, կարծում էր, որ ասենք 10-ից 3-ը 4-ը կապուտաչ են կամ գունավոր կանաչ կամ դեղին աչքեր ունեին, բայց դա չի ուզում ասել իհարկե, ի թիվս այլ նյութերի, փաստերի շատ ուրիշ, այսպես ասած, կարևոր տեղեկություններ է տալիս Ֆոնդուշանը հայերի մասին։ Մի քանիսը բերեք, հետաքրքրի հեռուստադիտողի։ Մի քանի տվյալներ ներկայացրեք։ Մի քանի տվյալներ, որոնք հետաքրքրի հեռուստադիտողներին։ Խնդրեմ, ուրեմն այնքան չի սիրել հայերին, որ իր մարտաբանության գրքի մեջ դրել է հայերի տիպերի մեջ ամենատգեղ դեմքերին դրել է որպեսզի հայերի տիպական բնորոշ, այսպես ասած, դեմքեր։ Նախ այնքան տիպական, այնքան նողկալի դիտավորությամբ, որ նույնիսկ Մխիթարյանները, Հակոբ Տաշյանը, որ ժամանակին շատ բարձր կարգի գիտնական էր եւ եվրոպական մակարդակից շատ ավելի բարձր, որովհետեւ եթե եվրոպացի մի գիտնական, այսինքն ֆրանսիացին, անգլիացին, գերմանացին մի լեզու գիտեն երկուսն, նա գիտեր մի քանի լեզուներ եւ հիմնավորապես գիտեր եւ շատ այսպես ասած հազուր գիտնականներից մեկն է, մեր պարծանքներից մեկը Հակոբ Տաշյանը եւ նա նույնիսկ նկատել էր եւ իր հետեր եւ հետեր թե Ուրարտյանք այդպիսի մենագրության մեջ նույնիսկ այդ լուսանկարների մեջ հատուկ դիտողություն է արել, որ այլանդակ տիպեր է ներկայացել որպես հայուն բնութագրող տիպեր։ Նախ այդ դիտավորությունը պետք է ի գիտություն ընդունենք, թե ինչու է արել այդ մի բանը։ Երկրորդ, նա շատ հետաքրքիր տվյալներ է տալիս, գրում էր, որ ճիշտ է, վերջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերին կոտորեցին, բայց ասում է, եթե թույլ տաք ես կկարտամ այդ հատվածը, որովհետև շատ հետաքրքիր է, թե ինչպես է նա արդարացնում, թե հայերին ինչու պետք է կոտորել, թե եւ դաժան էր եւ շատ հետաքրքիր է, այսինքն մենք պետք է պատրաստ լինենք մեր մասին բացասական, այսպես ասած, բնութագիրներ լսելու։ Մի բարեկյան, ես տեսնեմ ուր եմ դրել այդ հատվածը։ Ուրեմն ասում էր, որ հայերը միշտ եղել են վատ քաղաքացիներ եւ դավաճան հպատակներ եւ վերջին 100 տարիների ընթացքում նրանք չէին դադարեցնում դավերը Օսմանյան կայսրության դեմ եւ նրանց հարաբերությունները Ռուսաստանի հետ ամենևին էլ աչքի չեր ընկնում չեզոքությամբ կամ էլ թե խելացիությամբ ու եզրակացնում է Ֆոնդուշանը հազիվ թե երբևէ եղել է մի ժողովուրդ քաղաքական իմաստով ավելի անխելք, ինքնակառավարման կամ մեկ ուրիշի հպատակության տակ ապրելուն անընդունակ ինչպիսին հայերն են։ Եվ այս բնութագիրը ուրեմն հիմք է դարձել, որ նա գրի, որ հայերի ցեղասպանությունը դա օգտակար արունառություն էր, ասելով, որ հայերի մոտ ծնելիությունը շատ բարձր էր եւ ճիշտ են արել թուրքերը, որ կոտորել են, որովհետեւ նրանք շատ էին։ Բայց առանց հաշվի առնելու, որ դա հայերի երկիրն էր, որտեղ որ 5-ից 7 000 տարի ապրել են։ Եվ ինքը չէ, որ պետք է որոշեր, թե որտեղ ինչ պետք է գերմանացի մարտաբան գիտնականը պետք չէ որոշեր, թե ինչքան հայ պետք է ծնվեր իր տերիտորիայում։ Եվ նախապես նույնիսկ այդ իր հայերին վերաբերող հատվածում գրում էր, պատմական ակնարկ է կատարում։ Եվ գրում է, որ դա ուրեմն հնագույն ժամանակներից եղել է Հայաստանը եւ Վանը եղել է նրանց կենտրոնը։ Իմանալով, որ իհարկե թուրքերը ովքեր էին, որտեղից եկան, ինչպես նվաճեցին, նա նման եզրակացություն է անում։ Սա զուտ քաղաքական մոտեցում է, զուտ քաղաքականացված մոտեցում է իրերին, եւ ըստ այնս մենք պետք է իմանանք եւ հիմա պետք է ուրեմն սառնասրտորեն նայենք ուրեմն այս փաստերին, ինչու եւ ինչպես։ Հաճախ մենք երբեմն մեր զգացմունքներին ենք դնում, ասելով, որ
մենք քրիստոնյա ենք, գերմանացիներ է քրիստոնյա, ֆրանսիացիներ է քրիստոնյա, սակայն ինչ կապ ունի քրիստոնեությունը եւ դրա տակ քաղաքական շահեր։ Ուրեմն հաջորդ հատվածը, որ նա հայերին ներկայացնում է, ուրեմն արիականությանն է, ես ասացի սկզբից, բայց կիսակ մնաց։ Ասացի, որ գերմանացիների ինքնազարթոնքի, այսպես ասած, ինքնագիտակցության արտացման հետ ժամանակ նրանք իրենց արմատները փնտրում էին։ Դեռևս 19-րդ դարի վերջերին նրանց դասագրքերում պահպանվում էին նյութեր նրանց ծագումը կապելով հայկական լեռնաշխարհի հետ։ Բառացիորեն պարզորոշ գրված էր, որ նրանք եկել էին։ Եվ այդ փնտրտուքը բերեց մինչև հասցրեց առաջի համաշխարհայինից առաջ եւ հետ ընկած ժամանակաշրջանում։ Այսինքն նրանք այդ ժամանակաշրջանում որոշեցին սրբագրել իրենց պատմությունը, վերջնական, այսպես ասած, սրբագրության գնաց։ Եվ արդյունքում նրանք, ես ասացի, որ Տակիտոսն էր նրանց աղբյուրների ամենահիմնական աղբյուրը։ Տակիտոսը տալիս էր շատ հետաքրքիր, այսպես ասած, փաստեր խեթերի վերաբերյալ, որտեղ ցանկացած մեկը, որ ուսումնասիրի կամ կարդա Գերմանիայի աշխատությունը, կտեսնի, որ խեթերի հայրենիքը եղել է առաջին հայքը, փոքր հայքը, Պրոտին Արմենիան, որտեղ ինչպես ասում է հորենացին, ինչպես ասում են հույները մեզ, ուրեմն հետագայում խեթերի լեզուն եւ խեթ ցեղախումբին մենք տեսնում ենք Գերմանիայի տարածքում։ Շատ հետաքրքիր այսպես անցում կա եւ նրանց հետքերով գերմանացիները իրենց հայրենիքը արմատները փնտրում էին, արիականության հայրենիքը փնտրում էին հայկական բարձրավանդակում, Հայաստանում, սակայն հայերի հետ ամենևին չկապելով։ Բայց ելի եմ կրկնում, Լուշանի գիրքը շատ հետաքրքիր է եւ շատ, այսպես ասած, օգտակար է, որովհետեւ նրան մեջ կան չուզենալով նա տվել է նաեւ շատ հարցերի պատասխանը։ Մեր ինքնությանը, այն որ հայերի մեծ մասը, ուրեմն մեծ մասի համար, ասենք, իր ցեղի ծագումը եղել է գաղտնիք կամ չբացահայտված կամ անճանաչ, ուրեմն Ֆոն Լուշանը գալիս է մեզ օգնելու այն առումով, որ իրենք շատ լավ գիտեին ովքեր էին հայերը, բայց բարձրաձայն չէին ասում եւ ամեն բոլոր աղբյուրներից ջնջում էին եւ հեռացնում էին մեր արմատների հաշվի առնելով իրենց քաղաքական շահերը եւ մի բանաձև կա, որը գաղտնի օգտագործում են բոլոր, այսպես ասած, կայացած ազգերը։ Այդ բանաձևի մասին ես մի անգամ եմ ասել, դա կարծեմ եբրայական բաների պոստուլատներից մեկն էր, ասում էին, թե ուզում ես գրավել երկիրը, սպանիր ծնողներին, կտրիր նրանց պատմական հիշողությունը, արմատներից հեռացրու եւ ասում են նոր սերնդին ներշնչին դուր այն գաղափարախոսությունը, որով ուզում ես եւ դրանից հետո կարող ես նրանց օգտագործել ինչպես ուզում ես։ Այս առումով, ասենք, մեզ հետ միշտ այդպես են վարվել։ Եվ մեր կտրված պատմական հիշողությունը վերականգնելու առումով, ասենք, մենք փնտրում ենք այդ աղբյուրների մեջ այդ պատմականության շղթան վերականգնելու։ Մեր ինքնության այսպես մասին հիմնարար տեղեկություններ իմանալու մասին։ Կուզենայի այդ հատվածն էլ կարդալ, որտեղ իսկապես շատ հզոր բան է։ Ես մեր հանդիպման սկզբում ասացի, որ ռուսական ֆիլմում անընդհատ լսում էի, որ մեկնաբանը ասում էր, որ Հիտլերը փնտրում էր գայերի կամ հայերի երկիրը Կովկասում։ Հիմա դարասկզբին այդ փնտրտուքի մեջ շատ կարևոր էր արիականության հայրենիքի փնտրտուքը։ Եվ դրանով էր մղված ասացի, որ եւ բոլոր գիտության ճյուղերի նպատակը արմատները փնտրելն էր եւ հիմնավորելը։ Եվ իհարկե սկիզբ առավ նաեւ հակոտնյա գաղափարախոսությունը։ Մի փիլիսոփա կա Օտտո Վայնինգեր, 22 տարեկանում մահացել է,
հոգեբան է, փիլիսոփա հոգեբան, հանճարեղ գիրք ունի, որը կոչվում է սերը եւ բնավորությունը, պոլիխարակտեր։ Այդպես է բանում։ Ուրեմն նա, այսպես ասած, հակադրում է երկու գաղափարախոսությունը, արիականությունը եւ հուդայականությունը։ Այդ առումով շատ հետաքրքիր էր այդ բանը, հակադրության բնութագրերը, երկու սկիզբ, երկուսը մեկը մյուսին, այսպես ասած, ոչնչացնող եւ մեկը մյուսին մերժող, իրարամերժ գաղափարախոսություններ էին։ Ահա ինչ է ասում Ֆոլ-Լուշանը արիականության մասին։ Ես ուզում եմ այդ մի փոքր հատվածը կարդալ, որպեսզի հասկանանք, թե նա, ասենք, այդ հայագիտության մեջ ինչ կարևոր դեր ունեն այս նմանօրինակ ուսումնասիրությունները։ Ուրեմն արիականության մասին կամ հայերի մասին խոսել իբրև մեկ արմատից հնդ-գերմանական ազգերի խմբի ծագման մասին բացարձակ սխալ է։ Այդպիսի ընդհանուր արմատ չկա, չի եղել։ Նա նախապես ասում է, որ պետք չի խոսել, որ հայերը կամ որևէ մեկը իրար հետ արմատ են ունեցել, որևէ հիմնական, այսպես ասած, բան են ունեցել, բուն, ծառի բուն արմատ։ Այդ իմաստով արիական ռասայի ցանկացած հասկացողություն պետք է մերժվի։ Իհարկե, բայց դա անվտանգ չէ։ Բայց դա անվտանգ չէ։ Խոսել արիական լեզվի մասին, չնայած այդ հասկացողությունն էլ ունի մի քանի իմաստներ, ոմանց կողմից ընկալում է որպես ժամանակակից պարսկերեն եւ հայերեն լեզուների մերձավոր ազգակցականության մի փաթեթ։ Այսինքն նա համարում էր, որ բանը հայերեն ու պարսկերենն են որպես արիականության, այսպես ասած, փաթեթ, իրենց մեջ գրում լեզուների ամբողջ բանը հիմքը։ Բայց ընդհանրապես անթույլատրելի է արիական ռասայի կամ արիական գայնքի, արիական դեմքի ձևերի։ Ուրեմն հիմարություն է առանձնացնել լեզուն եւ ասում է, օրինակ, երկայնագանգերի լեզուն ինչպես առանձնացնել։ Մերժում էր այն գաղափարը, որ եթե դուք շատ փնտրեք իսկայացիներին, նրանց կգտնեք ոչ ձեր մեջ, նրանց կգտնեք հայերի մեջ, իսկ հայերի մեջ, ուրեմն հայերին տալ նման գիտակցություն անթույլատրելի էր։ Լուշանի բնութագիրը, ուրեմն նա գրում էր, որ վերջին արտահայտությունն է ուզում։ Հայերը արիացիներ են եւ խոսում են արիական լեզվով բառից ամենանեղ իմաստով եւ նրանց հակադրել արիականությունը հակադրել հրեականության հետ նույնիսկ երբեմն ասում էր անհետետ է, որովհետեւ ասում է հрьяաների մեջ կային ուրեմն մարդաբանական տիպով հայերին շատ նման մարդիկ։ Արմենոիդներ եզրը ստեղծել են Ֆոն-Լուշանը։ Հայերին նա անվանում էր արմենոիդ կամ խետոիդներ։ Արմենոիդ եզրը մնաց գործածության մեջ, իսկ խետոիդը վերացավ։ Եվ մարդաբանական տիպերով տարբերել նրանց բացարձականացնել նրանց լեզուն եւ մարդաբանական տիպը նա համարում էր անընդունելի։ Ի վերջում ասում էր, եթե դուք ուզում եք բուն արիակցու գտնել, դուք պետք է ընդունեք, որ դա կրողը հայերը արիացիներ են, խոսում են արիական լեզվով բառից ամենանեղ իմաստով։ Դա գրել է 16 թվականին։ Չէր ուզում հայերին որևէ ռևերանս աներ, ինչ-որ կոմպլիմենտ աներ, որ ասենք շոյեր մեջ գիտակցություն ամենևի, բարձրացել է չի կարելի նման այդ հարցին անդրադառնալ, կարող է պատահի արիացիները ամենևին նրանք չեն, ում դուք ուզում եք ցանկանում տեսնել կամ իմանալ։ Իսկ իրականությունը իրականում ինչ էր իր մեջ պարունակում արիական, այսպես ասած, արժե համակարգը, ես կուզեի ուրեմն խոսել միջնադարում, բյուզանդական կայսրությունում հայ դերի մասին մի երկու, այսպես ասած, մեջբերում անենք, եւ եթե հարցեր ունեք, խնդրեմ։ Մեջբերում արեք։
Ուրեմն թե ինչպիսին էին հայերը բյուզանդական կայսրության, որպեսզի ամբողջանա եւ մեզ համար պարզ լինի, ասենք մեր նկարագիրը ինչպիսին են եղել, էլի պետք է դիմենք օտարներին, որովհետեւ ճիշտ է, մենք մեր մասին կարող ենք ասել, բայց ամենաստույգ տվյալները մեզ կարող են տալ օտարները, որոնք որ այսպես ասան, Եկ ընդունենք, որ շատ դեպքերում օտարները կարող են իրենց կարծիքը քաղաքականացնել, ինչպես դու օրինակ բերեցիր, կամ էլ միտումնավոր սևացնել իրենց շահերի ձեռնով։ Դա էլ բեր ընդունենք, էլի, պետք չի ամբողջությամբ ասել, այո, եթե ասել են, ուրեմն դա է ճիշտ։ Համաձայն ես։ Համաձայն եմ իհարկե, բայց իհարկե ամեն ինչին պետք է քննական հայացք ունենք։ Այստեղ ես մեջ եմ վերում Հենրիկոս Գելցերը, որը գրել է Բյուզանդիայի պատմությունը, շատ հետաքրքիր բնութագիր է տվել հայերի վարկագծին։ Ասում է բյուզանդական կայսրությունը անօրինակ մի բախտով դար ու կես շարունակ իրար հաջորդող միապետների մի շարք ունեցավ, որոնցից բոլորն էլ շատ նշանավոր դարձան։ Ուրեմն կորովի եւ խստասիրտ մարդիկ էին նրանք, անվարան ու անգութ, տիրական, հզոր կամքերով, ավելի հետամուտ երկյուղ ներշնչելու, քան սիրելու։ Բոլորը կայսրության մեծության բուռն նախանձախնդիր, մեծագույն զորականներ, որոնց կյանքը անցնում էր բանակների մեջ, զինվորականների հետ, որոնք սիրում էին տեսնել կայսրության զորությունը։ Ուրեմն իմաստուն կառավարիչներ էին, համառ էին, աննկուն, որոնք վարանել չգիտեն, հասարակության բարիքի համար գործել։ Ունայն ծախսերի սիրահարներ չէին նրանք։ Հենց միակ հարստությունն էր ավելացնել ազգային հարստությունը, պալատական պերճանքն ու հարստությունը, ասում է շուքը, պերջությունը եւ թափորները նրանց հետաքրքրում էին այն չափով, ինչ չափով, որ բոլորը կծառայեն քաղաքական նպատակներին։ Ուրեմն կամ կնպաստեն կայսրության եւ կայսեր փառքը ավելացնելու։ Փառքի սիրահար սերտերը լի մեծության ծառայով նրանք ուզեցին բյուզանդական կայսրությունը դարձնել արևելքի մի մեծություն, միանգամայն հելենական եւ օրթոդոքսության ախոյանը, լինելով հայեր, նրանք հելենականության օրթոդոքսությանը դեմ էին, սակայն իրենց ամբողջ էությամբ նրանք ծառայում էին այդ կայսրությանը, իրենց ամբողջ տաղանդը, նրանց ամբողջ կարողությունը, ուրեմն սպաս էին կայսրության հզորացմանը, իրենց զինական սքանչելի ձգտումներով, իրենց ճկուն դիվանագիտությամբ կառավարելու հմտությամբ նրանք իրագործեցին երազը եւ այդ ժամանակները դարձրին բյուզանդական կայսրության իրական վերածննդի դարաշրջան։ Ուրեմն այս գրել է եւ մեկ ուրիշը շատ հետաքրքիր բնութագիր է տվել հայերի վարքականոնին։ Սրանք բոլորը բյուզանդագետ են եւ այդ ասպարեզում շատ հայտնի մարդիկ էին։ Ուրեմն մեծ բանակաթեմերուն հրամանատարները անոնք հայերն էին։ Օրենսդրական, զինվորական, ելմտական բարենորոգումների մեջ իրենց դեր ունեցան։ Նահանապաշտության եւ վանական կուսակրոնության դեմ անարտար կռվեցան, դա պատկերապաշտների դեմ կռիվներ, օրթոդոքսականության դեմ կռիվներ։ Ուրեմն նա ասում էր անկարելի է համառոտակի ամփոփել նկարագրել այդ ցեղի ուրույն բնածին եւ հաստատուն հատկանիշները։ Կայսրության եւ դրոշմը։ Ուրեմն ավելի քան կիսով չափ երկրի բնակչությանը տեղը լցրին, հնարավորություն տվեցին նրանց ավատական կյանքի վերափոխմանը, ուրեմն նրանց օգնեցին, որպեսզի շարունակականություն գտնի եւ կարողացան ուրեմն հռոմեական կայսրությանը
տալ հնարավորություն եւս 500 տարի գոյատևելու 500-ից ավել տարի գոյատևելու եւ դա արեցին ուրեմն այդ սովորաբար այդ դարաշրջանը կոչվում է հայերու դար ինչպես ասում է Բեսելը Բյուզանդիա ուրեմն շատ հետաքրքիր բաներ ունեն հատկանիշներ ունեն հայերը իհարկե նման օրինակ ցանկալի կլիներ իհարկե ոչ այս ձևաչափով պարզապես ասենք եթե լիներ գիտական ասենք նստաշրջան որտեղ որ ծվեր ուրեմն այդ արժանավորությունները հայերի արժե համակարգը որով ծառայել են օտարների սակայն շատ բարդ իրավիճակում ենք որովհետև մեր ամբողջ կարողությունները մեր ամբողջ պես ասած շնորհները մենք տվել ենք եւ միայն Հայաստանն է որ կարող է իր զավակների հոգացությանը, ուշադրությանը եւ նվիրվածությանը։ Ուրեմն այս վերջերս կարծեմ Facebook-ով մի գրություն է շրջում Ռաֆու ասաց որ ես շատ կողմնակից եմ ասելով որ ինձ չի շոյում որ օտար երկրներում հայերը մեծ պաշտոններ են նվաճել, մեծ գործեր են արել ուրեմն երբ հայտնում ենք հաճախ բարձրանում ենք որ 500 տարի իհարկե մենք ստեղծեցինք ծառայեցինք անմնացորդ բյուզանդական կայսրերի այդքան ծառայեցինք օսմանյան կայսրությանը ինքան ավելի ծառայում ենք մենք ռուսական կայսրությանը սակայն այսօր մեր կարողությունների մեր ամբողջ պոտենցիայի համեմատ մենք շատ այսպես ասած ողորմելի վիճակում ենք գտնվում դա պետք է հաշվի առնենք եւ ասենք պետք է հաշվի առնենք ոչ միայն այն որ մեր ականջը շոյում է մեր մասին հայերի մասին մեծ այսպես ասած հայկական արժե համակարգի մասին մեծ նվաճումներ օտար երկրներում մենք պետք է ուրեմն իրականության աչքերին այսպես ասած իրականությանը բաց աչքերով նայենք եւ դասեր քաղենք ինչու է այդպես Ֆրիտյոֆ Նանսենն ասում էր հայերի միակ ողբերգությունը օտարներին անմնացող ծառայելու մեջ է ես համաձայն եմ Ֆրիտյոֆ Նանսենի հետ Հիմա տեսնազել մենք իհարկե պատմությունից դասեր քաղելու արդյոք պրոբլեմներ ունեցել ենք բայց անձամբ ես ինչու եմ քեզ հրավիրել ինչու եմ նախաձեռնել այս հաղորդաշարը որպեսզի մենք մի ետադարձ հայացք ձգենք եւ տեսնենք ով են եղել ժամանակին որովհետեւ հիմա կա տեսակետ նայում են այս մեր իրականությանը տեսնում են որ թափթփված ենք անկազմակերպ ենք եւ ասում են միշտ էլ այսպես եղել ենք եւ այսպես էլ կլինի եւ գալիս է խոր ամուսություն եւ ոչինչ չանելու ցանկություն է առաջանում մարդկանց մոտ բայց եթե դու ուսումնասիրում ես հետ ես գնում եւ պարզում ես որ դու հազարավոր տարիներ բավական երկար ժամանակ սեփական պետություն ես ունեցել հզոր դրանից հետո կորուստից հետո էլի դու քո հատկանիշները չես կորցրել եւ կարողացել ես ուրիշ պետություններում պետություն ստեղծել ունեցել ես արժե համակարգ սա արդեն քեզ հույս է տալիս որ դու այսպես ասած բոմժ չես եղել աշխարհային պատմության մեջ ունեցել ես դերակատարություն իսկ այդ արժեքները ինչ ճիշտ է անհետ կորչում են դա երևի թե կհամաձայնես գեներով գալիս է եւ հիմա մեզ մնում է վստահ լինել որ այո մենք ունեցել ենք յուրահատուկ արժե համակարգ յուրահատուկ դերակատարություն աշխարհային պատմության մեջ հետեւաբար համապատասխան այսպես միջոցների միջոցառումներ կիրառելու դեպքում մենք կարողանանք այս նույն հանրության մեջ իրականացնել այդ հատկանիշները ինչպես որ ասենք Ղարաբաղյան շարժման ժամանակ բանակի գնացածներից ոչ մեկը զորավար չէր բայց ակամա մենք տվեցինք զորավարներ դա իմ կարծիքով դա հին հայի գենն էր որ նստած էր մեր մեջ համապատասխան իրավիճակներում դրսևորվեց եթե մենք այս ուսումնասիրությունները անենք եւ նաեւ գտնենք այն ձևը թե ինչպես պետք է աշխատենք հայ ժողովրդի հետ ապա այս թվում մենք կարողանանք այն հին հատկանիշները նորից հայտ բերել եւ ստեղծել են պետությունը որը մենք ուզում ենք ինչ կասես Դրանք ես շատ հեռու չեմ գնալ, բայց 20 տարի առաջ 90-ական թվականներին 24 արդեն տարի առաջ ես ուսանող էի մենք
3-4 տարի այդ վիճակն է, երկրաշարժ, պատերազմներ, հեղափոխություն։ Ես ուզում եմ, որ բոլորը հիշեն, մանավանդ մեր սերնդի մարդիկ 88 թվականին կամ մինչև 96 թվականին հայկական իրականությունը եւ մեր հանրությանը եւ մեր հասարակությանը եւ մեր քաղաքացիների վարքագիծը ավելի բարձր, բարոյական, ազնվագույն նվիրվածություն, ավելի շատ օրինապաշտություն, ավելի շատ ազնվություն, ես իհարկե ես չեմ ուզում որևէ մի ժողովրդի հետ համեմատել, բայց մեր որակները այդ ժամանակաշրջանում բոլորը, այսինքն 1 միլիոն մարդ կային հետ ցույցերի ժամանակ առնած փողոցներում։ Ես երբևէ կամ ոչ մեկը չի կարող ասել, որ ինչ որ անօրինական որևէ բան են կատարվել։ Բոլոր ցույցերի մեջ այն թվականների 90-ականների ոչ մի կողոպուտ, ոչ մի թալան, ոչ մի բռնություն, ոչ նույնիսկ գրպանահատություն, ոչ մի գողություն, բացարձակ ամենաբարձր, ուրեմն տարբեր խավերի, այսպես ասած, կասկածելի խավերի մասնագիտությունների դեր մարդիկ էին, ամենաազնվագույն վարքագիծը դրսևորում նույնիսկ։ Ես հավատում եմ մեր ցեղի ոգուն, բայց ես չեմ հավատում այն, ուրեմն եթե մեզ կառավարիչ են նշանակում են միայն, այսպես ասած, մի դպրոց կա, մի դարբնոց կա, որ ինչպես ասում էր Ոսկունի անունով մի ողորմածիկ մարդ, գրում էր, որ հայ պաշտոնյային հատուկ կեղտից են թխում։ Ուրեմն մի ոլորտ կա, որտեղ որ, այսպես ասած, պաշտոնյա կամ ղեկավար են կերտում ամենացածրակարգ, ամենադավաճան, ամենաքստնելի, այսպես ասած, որակներից։ Եվ որոնք որ իրենց ցեղի դեմ են աշխատում։ Դուք պատկերացրեք, որ պարսիկ համեմատության մեջ եք, որ պարսիկ քաղաքացի իր երկրի, իր ցեղի, իր պետության շահի դեմ աշխատել, կամ վրացին, բայց մենք տեսնում ենք հային, որը ամեն ինչ անում է իր տիրոջը ծառայելու համար, նա իր սեփական երկրի պետության շահերի դեմ է գնում, բայց ինչու այսքան այլասերվեցինք։ Եթե մենք նայում ենք այդ ձեր նշած հյուզանդական շրջանը կամ մեր պատմության մեջ մինչև 6-7 տարեր ու մինչև էլի միջեսկով, ապա մենք ուրիշ տեսակ հայ ենք տեսնում։ Եվ այս վերջի հիմիկվա այժմյան իրականությունը ինձ թվում է այս վերջի մոտ 1000 տարվա բացասական դրսևորումի ազդեցությունն է, որը մենք հաշվի առնենք, բայց հիմա դու հիշեցրիր ինձ 88 թվականի իրադարձությունը, որին ես եմ մասնակից եղել եւ իսկապես հազարավոր մարդիկ միանգամից փոխվեցին, դարձան բարի ազնիվ։ Եկ հիշենք, այն ժամանակ տերոր չեղավ, չէ՞, ոչ մեկը մեզ չէր հարկադրում, որ մենք լինենք ազնիվ, այլապես մեզ կպատժե։ Չեղավ, չէ՞ նման բան։ Ինչ որ մի իդեա եղավ, ինչ որ մի գաղափար եղավ եւ ազգը միանգամից վերափոխվեց։ Իսկ ազգը կարող վերափոխվի դեպի լավը, եթե ինքը իր անցյալի մեջ գրել է այդ արժե համակարգը, չէ՞։ Ինքը համաձայնեց, որ ինքը ինչ որ հրաշքով հիշեց իրեն չավաղված հայտեսակը, չավաղված արժե համակարգի, չհամաձայն ես սրա հետ։ Իհարկե համաձայն։ Դե հիմա տես, իսկ այո, համաձայն։ Խոսքը շարունակեմ, դու գերմանացիներին իշատակեցիր, որոնք իրենց պատմությունն էին պեղում, նաև իտալացիներին, ինչքան ես եմ ուսումնասիրել, ասենք այդ երկու ազգերը, որոնք մոտ 100 տարի առաջ պիկ ունեցան, իրենք որոնում էին իրենց պատմության մեջ ինչ-որ մի հերոսական էջեր, որտեղ իրենք եղել են կազմակերպված ու դերակատարություն են ունեցել։ Օրինակ, գերմանացիները վերցրեցին հռոմեական կայսրության վերջի փուլը, երբ որ գերմանացի տիկնապահները իշխանություն իրենք վերցրին, ասեն, ահա սա ենք մենք, այն իրական գերմանացին, սա է, վերցրեցին Տակիտոսի աշխատությունը, որքան ես եմ տեղյակ, ցենզուրայի ենթարկեցին։ Այն վատ մասերը, որտեղ նկարագրում էր, որ հարբեցող են, դրանք հանեցին, այն լավ մասերը տվեցին, ասեն գերմանացի սա դու ես։ Եվ հին գերմանացուն սարքեցին նմուշ ընդօրինակման եւ նոր գերմանացուն դրդեցին դեպի դա։ Նույն իտալացիները որպես կարողանան իրենց այդ խառնիչ աղանջ ժողովրդին ազգ սարքեն, ինձանից լավ կիմանալ թե ինչ միավորումներ կային այնտեղ, իրենք էլ ասացին, որ գիտեք հին հռոմեական կայսրության նախնիներ ժառանգներն եք դուք, եւ դուք պարտավոր եք նրանց պես ապրել եւ նմանակման տիպաժ ընտրելով կարողացան ինչ-ինչ մեխանիզմով իրենց հանրության վրա ազդել ու երկուսն պիկ ունեցան։ Հիմա մեր գլխավոր նպատակը, որ ասենք ես
պատմաբանների հետ զրուցում եմ, հարցը հետևյալն է, որ մենք պատասխանենք այս հարցին, արդյոք մենք միշտ այսպես անարժեք համակարգ ենք եղել, թե սա ինչ-որ դարերի բերումով բերած է, եթե պարզի, որ մենք ունեցել ենք, դա մեզ հույս է տալիս, որ մենք կկարողանանք գտնենք ձևը մեր չխաթարված հայի տեսակը վերականգնել, այս սա է, եւ ինչքան ես հասկացա, դու այն թեզն ես պնդում, որ իսկապես մի որոշակի ժամանակ, բավական երկար ժամանակ հայերը ունեցել են նախանձելի արժե համակարգ։ Ճիշտ հասկացա ես քեզ։ Ճիշտ ես հասկացել։ Ուզում եմ մի բան ասել, մենք ուրեմն կլասիցիզմի բանում 16-17-րդ դարի սկզբին, երբ գրականության արվեստի մեջ կլասիցիստական տենդենսներն էին իշխում, ուրեմն գաղափարախոսություններ իշխում, մենք նույնպես մեր Արսեն Բագրատունին, ուրեմն ինչպես ժամանակին Պետրարկան, որը բանը փորփրեց իր երբ կործանված էր Իտալիան, 15-16-րդ դարում զարհուրելի վիճակում էր Իտալիան, մասնատված եւ իրարեն ոչնչացնում քաղաք-պետությունները, ոչ մի, այսպես ասած, պետականության զգացում չկար, անբարոյականություն էր, թալան, կողոպուտ եւ այլն, այդ դարաշրջանի նկարագիրը կարելի է կարդալ դարաշրջանի կլասիկների մեջ։ Եվ Պետրարկան ինքն արեց նույն բանը, որպեսզի ցեղը միավորի, ազգը միավորի, նա գնաց առաջի դար, մինչև գնաց Հուլիոս Կեսար, նվա պայքարը Կարթագենի դեմ, եւ նրա բանը եւ գտավ իր համար ցանկալի հերոսին Սկիպիոն Աֆրիկացուն, որը հաղթեց Կարթագենին, նվաճեց, կողոպտեց, թալանեց։ Այդ պահին Պետրարկան, այդ հումանիստը, այդ լիրիկը չէր մտածում, որ ինքը ուրեմն երբ գովերքում էր Սկիպիոն Աֆրիկացուն, ուրեմն գովերքում էր նաև գործանիչին, կողոպտիչին, ուրեմն գովերքում էին թալանչիությունը հռոմեական կայսրության, Հռոմի թալանչիական ծրագրերը, այսինքն երբ պետք է լինում ազգի ոգին բարձրացնելու, նրանք ընտրում էին իրենց այն հերոսին, որի արած գործերը, արարքները պետք է օրինակ ծառայեն, առանց նայելու իրերի կամ մեդալի հակառակ կողմը, առանց հաշվի առնելու։ Մեր Արսեն Բագրատունին եւս գնաց մեր նախնիների մոտ եւ Հայկ Լյուծազն հայտնահապետի օրինակով պոեմներ գրեցին, կլասիցիստական պոեմներ։ Մեր դժբախտությունը գիտեք ինչու՞մ է, մենք ամեն ինչ ունենք, աշխարհի ամենամեծ թվաքանակի համեմատ ամենամշակութապես ամենահիմնարար հզոր շերտավոր հարստությունը մենք ունենք, սակայն մենք չունենք մի բան, մինչև 20-ական թվականները մենք չենք ունեցել անկախ պետություն, ուրեմն 20-ական թվականներից հետո մենք ունեցանք մի պետություն, որին թելադրում էին օտարները, իրենց համակարգը եւ իրենց ծրագիրը, կրթական ծրագիրը, դպրոցական ծրագրերը։ Եվ եթե մի ժողովուրդ չի կարողանում իր երեխային կրթել իր ուրեմն մշակութային արժեքներով եւ իր սեփական պատմության իր սեփական օրինակով, ապա արդյունքում ստացվում է այն, ինչ որ մենք ունենք։ Ռուսները ուրեմն մինչև 18-19-րդ դարի կեսը, ուրեմն մինչև կարող եմ ասել Պյոտր մեծի, Պետրոս առաջինի մեծի բարեփոխումները, գրեթե պատմության մեջ, այսպես ասեմ, մշակութային ոչ մի հետ, բացի ասենք էպոսներից, այդ բանահյուսական նմուշները ոչ մի բան չեն ունեցել, սակայն եկավ մեկը, որը նախանձախնդիր էր, որը բարեփոխիչ էր, նա հիմնադրեց իր ակադեմիան եւ 100-200 տարի հետո նրանք ունեցան շատ արագ կարճ ժամանակաշրջան, նրանք թարգմանեցին ամբողջ եվրոպական քաղաքակրթությունը, նրանք ուսումնասիրեցին լեզուն, ճարտարապետությունը եւ 200 տարում նրանք ստեղծեցին հզորագույն, աշխարհի ամենահզորագույն մշակույթներից մեկը եւ գիտեք ինչով էր հզորագույն, նրանք անմիջապես դա դասավանդում են իրենց բարձրագույն ուսումնական հաստատություններում, ի նպաստ իրենց ազգի ցեղի ինքնագիտակցության բարձրացմանը։ Հայերս դա չենք անում։ Մեզ տալիս են ուրիշների պատրաստի ծրագրերը եւ մենք դասավանդում ենք ուրիշների պատրաստի ծրագրերով։
որը չի նպաստում քո ազգային ինքնագիտակցության արթնացմանը, եւ եթե դու քո երեխային անընդհատ դաստիարակում ես օտար արժեքներով, որը ռենեզոնանս կամ նույն բանը համաչափ չի քո մշակույթի կրթության եւ գենետիկ հիշողության հետ, արդյունքում ունենք այն, ինչ այսօր ունենք։ Մենք հայ ենք կոչվում այսօր, բայց մենք ամենակոսմոպոլիտն ենք, ամենաանդեմն ենք։ Սովորաբար մենք շատ ժամանակ ասենք, իսկապես մենք ինքնությունը կորցնում ենք արդեն, որովհետև մեր ազգային կրթական համակարգ կամ դաստիարակչական համակարգ պետություն չունենալու պարագայով մենք չենք ունեցել։ Այսօր էլ Բոլոնյան ծրագիրն է, որը համահարտեցման եւ մագերեվույթացման, եթե կարելի այդպես ասած, ծրագիր է։ Մագերեվույթում կա, ամանում ամեն ինչ կա, խոսքում ոչինչ չկա։ Այդպես կարող եմ բնութագրել այս համակարգը կրթական։ Քեզ հետ կհամաձայնեմ, բայց հիմա ցանկալի կլիներ, որ մեր պետությունը այլ մտավարություն դրսևորի հայագիտության առումով, սերունդներ կրթելու առումով, բայց այդ խնդիրներ կան, այստեղ արդեն մնում է բացը մենք փորձենք լրացնենք, ասենք, նման հաղորդաշարերով, գրքերով փորձենք անել այն ինչ որ պարտավոր ենք անել, ինչ որ պարտավոր է անել պետությունը, որպեսզի աստիճանաբար խնդիրը կարողանան կարգավորել։ Մեր եթերաժամը մոտեցել է ավարտին, եթե դու էլի կարևոր ինչ որ բան ունես, որ գտնում ես հիմա այս հաղորդման մեջ։ Ես կուզեի ավելացնել մի բան։ Ուրեմն ամեն բնակավարում առաջատար անձը, պատասխանատու անձը պետք է լինի իր բնակավարի, այսպես ասած, կամ գաղափարախոսության կրողը։ Եթե առողջապահության նախարարությունը ղեկավարի, ասենք, ինչ ասեմ, հաշվապահը, կամ չհաշվապահը կարող է ղեկավարի, ասենք, չգիտեմ ինչ մասնագիտություն ասեմ, որ ճիշտ լինի, օդաչում, ասենք, պատկերացրեք այդ նախարարության, այսպես ասած, առաջընթացը, քրիչքը, շատ հետաքրքիր արդյունք կունենան։ Ես կարծում եմ, որ շատ սխալ է այս կուսակցական մոտեցումը եւ կուսակցության ներկայացուցիչները պետք է լինեն այս կամ այն նախարարությունների, այսպես ասած, առաջատար մասնագետները։ Եվ այդ առումով մենք շատ, այսպես ասած, կործանարար հարված հասցրեցինք մեր գիտությանը, կրթությանը, առհասարակ հայագիտությանը, որովհետեւ կարող է մարդը ազնիվ է, կարող է մարդը նախանձախնդիր է, կարող է մարդը ուզում է շատ բան անել, բայց նրա մասնագիտական պատրաստվածությունը, կարողությունները թույլ չեն տալիս ավելի խորը գնալու եւ զգալու։ Ինչքան կարելի է անընդհատ մարդուն մի բան առաջարկել, որ ինքը չի ընկալում դրա կարեւորությունը։ Եվ եթե 10-15 տարի մարդուն սովորեցնում ես, ասենք, մի մասնագիտություն, հետո նրան ասում ես, գիտես ինչ, դու պետք է հասկանաս նաեւ սա, նաեւ դա, նա չի կարողանա ընկալել դա։ Դրա համար այդ ոլորտը պետք է ամեն մի ոլորտ պետք է մասնագետ առաջ տանի, նեղ մասնագետները, նեղ ինչու՞ չէ նաև շրջահայաց։ Եվ օրինակ ես շատ դեմ եմ մշակույթի նախարար նշանակել օրինակ կենսաբանի։ Եվ արդյունքում մենք ունենք շատ այսպես բուրըն, այսպես ասած, թույլ տվեք ասել գաստրոլներ, հյուրախաղեր, շատ բուրըն, բայց ներ պետական կամ ներազգային կործանված, ոչնչացված մշակույթ։ Այսօր մեր բոլոր մշակութային օջախները, մեր ամբողջ Երևանից դուրս բոլոր մշակութային օջախները ոչնչացված են, փոշիացված են։ Կենսաբանը մինչև համոզես թե դա ինչ բան է, ուրեմն կյանքդ կմաշվի, բայց կենսաբանը ունի նաև խորհրդականներ, որոնք որ ամեն մի խորհրդական ասում են գրակի իր բաղաճի տակն է քաշում։ Դե արի արդյունքում ունեցի այն ինչ ունես հիմա։ Շատ սխալ է եւ հանցավոր քաղաքականություն է, ինքնասպանության հավասար բան է դա։ Մենք մեր ձեռքով Ես քեզ հետ համաձայն եմ, ոչ միայն այդ ոլորտները, երբ բոլոր ոլորտներն են, բայց դա էլ որպես վերլուծաբան կարճ եմ տեսակետ ասեմ, այդքան ժամանակ չունենք, դա հետևանք է։ Մենք տարերի ընթացքում շատ վատ պայմաններում լինելով կորցրել ենք պետության զգացողություն, ազգի զգացողություն, անգամ հայրենիքի զգացողություն, դրանց շահերի զգացողությունը մենք կորցրել ենք, կա թիմային խմբային շահեր, դրանով էլ առաջնորդվում են մարդիկ։
այնպես որ եթե մենք ուզում ենք երկիրը փոխվի, բավական շատ գործ ունի անելու մտավորականությունը, որը հիմա փորձում ենք ձեռնամուխ լինել ես, դու, մյուսները, հարգելի նազելի Մարգարիտ։ Մի բան է, եթե թույլ կտակ ավելացնեմ։ Ուրեմն եվրոպական բոլոր երկրները ես նկատեցի, եւ Բուլղարիան, եւ Ռումինիան, եւ բոլոր երկրները, չեմ ասում, ասենք Ֆրանսիայի, Գերմանիայի մաս, բոլորը ունեն էթնոկանալ, այսինքն հեռարձակման էթնիկական, այսինքն կանալ, եւ ունեն NTV, այսինքն ոնց էր կոչվում, NTV, Ռուսաստանի, ինչ է կոչվում, National TV, National TV, ազգային հեռուստատեսություն։ 10 տարի առաջ մենք էլ ունեինք ազգային էր կոչվում, բայց չգիտեմ ովքեր, ինչ պահանջով եւ ինչ նկատառումներով ոչնչացրին ազգային հասկացողությունը Հայաստանում։ Ամեն ինչ որ կոչվում էր ազգային ոչնչացրին։ Միտումել եմ նկատել, այսինքն մենք նախկինում ունենք գյուղեր, գյուղախաղակներ, ավաններ, այս հեղափոխությունից հետո բոլորին ես չգիտեմ դրա քաղաքական իմաստը, ես ասենք չեմ խորացել։ Նրանք բոլորը իջեցրին նրանց ստատուսները եւ դարձրեցին համայնքներ։ Մենք նախնադարան համայնքական կարգեր ենք գնում, վերադառնում ենք, որտեղ ոչ մի երկրում չես տեսնի, որ գյուղին ասեն համայնք, կոմունա։ Սա շատ վտանգավոր տենդենս է։ Ազգի, այսինքն պետականության, երբ մենք խոսում ենք պետականության լուծարման մասին, այո, մենք վաղուց լուծարման գործընթացի մեջ ենք, որտեղ մեր անձնագրերի մեջ միշտ գրված է վիզա, եւ որ մեր գյուղերը արդեն համայնքներ են, գյուղ չեն, որտեղ մենք լուծարման փուլում գտնվող պետություն ենք։ Դա շատ վտանգավոր բան է։ Բարի, ես ընդունում եմ քո տագնապը եւ բոլոր նրանք, ովքեր համաձայն մեզ հետ, արդեն վաղուց ժամն է, որպեսզի միավորվենք եւ փորձենք տեսնենք, թե ինչպես կարող ենք առնել դրա դեմը, իսկ ամենակարևոր քայլերից մեկը դա սեփական ազգի ճանաչելն է։ Հայագիտությունը բարձր մակարդակի վրա դնել, ես ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնեմ քեզ, որ դու չվարձատրվելով, դա քո մասնագիտությունը չի, դու ինքդ որպես նվիրյալ անձ, քո ժամանակը տրամադրում ես, ուսումնասիրություններ ես անում, գրքեր ես թարգմանում, հիմա որքան տեղյակ եմ, ուզում ես գրքերը միջոցներ հայթայթել, որ հրատարակես, որպեսզի մարդիկ կարդան եւ իմանան ով են եղել իրենց անցյալում։ Մենք բավական երկար խոսեցինք, հարգելի Նազելի Մարգարյան, թույլ տուր մեր հաղորդումը ավարտենք այն պայմանով, որ մենք առաջտեղում էլի կհանդիպենք, որտեղ ես գիտեմ դու բավականին բան գիտես, որ չհասցրեցիր ասես այս հաղորդման ընթացքում։ Ես շատ շնորհված եմ, շնորհակալ եմ հրավերքի համար։ Իհարկե ժամը շատ ուշ է, սա իսկապես ինձ համար շատ ծանր փորձություն էր, 1:07 րոպե։ Դա իսկապես ինձ համար շատ դժվար է ժամը խոսելը, մտածելը, ճիշտն ասած, կենտրոնանալը, բայց բոլոր դեպքերում ես կարծում եմ, որ չմերժեցի խնդրանքը եւ կարծում եմ, որ մի լավ գործ արեցինք։ Հույս ունեմ, որ լավ կընկալվի, կհասկացվի։ Եվ ուզում եմ մի բան ավելացնել, ես մեծ հույս ունեմ, որովհետև մենք իսկապես ունենք հզոր ներուժ։ Ամեն մեկը թող սկսի իրենից եւ ամեն մեկը իմանա, որ ինքն է պատասխանատու։ Շատ կարեւոր բան ունեմ ասելու, բայց հաջորդ անգամ։ Հաջողություն, բարի գիշեր։ Եթերաժամը սպառվեց, ես հիշեցնեմ հեռուստադիտողներին, որ հյուրընկալեցինք հայագետ Նազելի Մարգարյանին։ Մինչ նոր հանդիպում եթերում։